Մի հատ եկեք բոլորս մի հատ բարձր ծափարենք մեր պարոն Ծառուկյանը։ Երաշխավորված խաղաղություն Բարգավաճ Հայաստան Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժի կարգախոսն է։ Քարոզարշավը մայիսի 10-ին Աբովյանից է սկսելու ԲՀԿ-ն, ինչպես Ծառուկյանն է ասում, լսելու են մարդկանց հուզող խնդիրների մասին, հարցերին տալու են անկեղծ ու շիտակ պատասխաններ։ Ծառուկյան ջան, ես չուչուց բլոգեր եմ, էլի մի հատ չուչուց բլոգեր եմ։ Երբ որ իմացել եմ ընկերուս պապան բանը Բարգավաճից է, ես էլ եմ եկել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր թիմակիցների հետ է հանդիպում։ Հայ ազգային կոնգրեսը վաղն է սկսելու քարոզարշավը կուսակցության անդամները մայիսի 9-ին հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք են մատուցելու հաղթանակներ կերտած հերոսների հիշատակին։ 3 նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ՀԱԿ-ը հորդորել է չհավատալ խաղաղության մասին կեղծ թեզերին։ Խաղաղության բանալին նրանք փնտրում են նրա մեջ, որ ինչ Ադրբեջանը մեզանից ուզում է, մենք պետք է անենք։ Ժամանակն է փոխվել տեղերով, այսօր Facebook-ում գրել է Նորուժ կուսակցության առաջին համար Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Տեսանյութում երևում է, որ նա քարոզարշավը սկսում է հեծանիվով։ Այս ընտրապայքարի մեջ մտնում ենք հավատով, վստահությամբ, որ բևեռը անպայման հաղթելու է եւ լինելու է խորհրդարանում։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, ազգային ժողովրդավարական բևեռի կարգախոսն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից են սկսել քարոզարշավը կուսակցության անդամները, հետո եկել Երևան ազգային ժողովի բակ։ Վայրի ընտրությունն էլ պատահական չէ։ Մեր թիկունքում ազգային ժողովի շենքն է, որովհետև մենք անպայման լինելու ենք խորհրդարանում։ Պատերազմներ, զոհեր, խաղաղության մասին լղոզված ձևակերպումներ։ Բևեռականները վստահեցնում են, կարողանալու են Հայաստանը ոտքի կանգնեցնել ծնկած վիճակից։ Այսօր մենք քարոզչական խմբով գտնվում ենք Երասխում։ Երասխից է սկսել քարոզարշավը Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Էդմոն Մարուքյանը ցույց է տալիս, որ 2 տարի առաջ այստեղ մետալուրգիական գործարան պետք է կառուցվեր։ Այն չի կառուցվել, քանի որ այդպես է ցանկացել Ադրբեջանը։ Հունիսի 7-ին գնալով ընտրական տեղամասեր, քվեարկելով 19 քվեաթերթիկով, ընտրելով մեր թիմին, դուք հնարավորություն եք ստանալու այս խնդիրները կարգավորել։ Այս խնդիրների կարգավորումը բացարձակապես պարզ չէր։ Հետևողական աշխատանք էր պետք, սկզբունքային էր պետք լինել, պետք էր ասածին տեր կանգնել, գծած կարմիր գծերին տեր կանգնել եւ հետևողական բանակցային գործընթացում կանգնել մեր դիրքերի վրա եւ այս գործարանը կկառուցվեր։ Արդարությունը գալիս է։ Գոշավանքից է խոստանում արդարություն բերել միասնության թևեր կուսակցությունը, որպեսզի անարդարության հետ չապրենք այնքան հաշտ, ասես դա անփոխարինելի իրականություն է։ Արման Թաթոյանը ազգային շահերն առաջ տանելն է կարևորում։ Այնպես լինի, որ մեր ժողովուրդը իսկապես վստահի, հավատա եւ այն ծրագրերը ստանանք այն քվեն, որպեսզի կարողանանք մեր ծրագրերն առաջ տանել։ Մենք ունենք իշխանություն, որը մեր ազգային շահերը այդ բարձր միջոցառումների ժամանակ առաջ չի տանում ուղղակի։ Քարոզարշավի առաջին օրը ռեֆորմիստներ կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, խոստանում են լուծել Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները։ Ցեղ շպրտելու ակցիայով է քարոզարշավը սկսել բոլորին դեմ եմ կուսակցությունը։ Առաջին օրը կառավարության շենքի մերձակա այգում ցեղ են շպրտել տարբեր ուժերի ներկայացուցիչների անուններով պաստառի վրա։ Սա անլրջություն, սա պատկերավոր ցույց ենք տալի, թե ինչա մեր դաշտում տեղի ունենում իրականում։ Քարոզարշավը աշտարակից է սկսել հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը։ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը սահմանամերձ ոսկեպարում է եղել այսօր։ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն։ ԴՕԿ կուսակցությունը իր քարոզարշավը սկսելու է մայիսի 9-ին, այցելելով եւ Եռաբլուր, եւ Հաղթանակի զբոսայգի։ Այսօր Եռաբլուր է այցելել Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, նրանք վաղը քարոզարշավ կանեն Գյումրիում։ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցությունը, Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցությունը առայժմ չեն հայտնել, թե որտեղից եւ ինչ ձևաչափով են սկսելու իրենց քարոզարշավը։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։